Գոյամարտ սերիալում զարգացումները հասել են այնպիսի կետի, որտեղ արդեն յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր բացահայտում կարող է պայթեցնել ամբողջ պատմությունը։ Դիանա Գրիգորյանի սյուժեն այս փուլում կառուցված է ոչ միայն գործողությունների, այլ նաև ճշմարտությունների բախման վրա, եւ այդ բախումները դառնում են ավելի ու ավելի վտանգավոր։ Լեոյի գիծն այս անգամ ստանում է ավելի զգացմունքային ուղղություն, չնայած բոլոր խոչընդոտներին, բաժանմանը, ցավին ու հպարտությանը, նա որոշում է գնալ և շնորհավորել Լեայի ծննդյան օրը։ Նրա խոսքերն այնինչ իմ սրտում է, ամեն ինչից վեր է, շատ բան են ասում նրա մասին։ Սա արդեն այն Լեոն չէ, ով առաջնորդվում էր միայն զայրույթով, նա պատրաստ է ռիսկի գնալ, պատրաստ է կանգնել բոլոր վտանգների դիմաց հանուն իր սիրո։ Լեոյի և Լեայի հարաբերությունները շարունակում են մնալ սերիալի ամենաուժեղ էմոցիոնալ գծերից մեկը։ Նրանք չեն կարողանում ապրել առանց իրար, բայց նաև չեն կարողանում լինել միասին անցյալի, ընտանիքների և բացահայտված ճշմարտությունների պատճառով։ Լեոյի այս քայլը կարող է դառնալ նոր սկիզբ, բայց նաև կարող է բերել նոր բախումների, հատկապես եթե այդ հանդիպման պահին ներգրավվի Հունանը։ Եվ հենց այստեղ է սկսվում սերիալի ամենապայթյունավտանգ հատվածը՝ Հունանի և Ավոյի դիմակայությունը։ Հունանն ինչպես միշտ փորձում է ուժով ու սպառնալիքներով վերահսկել իրավիճակը, բայց այս անգամ Ավոն այլ կերպ է խաղում, նա այլևս չի պաշտպանվում, այլ հարձակվում է ոչ թե ֆիզիկապես, այլ ճշմարտությամբ։ Նրա ասած խոսքերը դառնում են իսկական ռումբ։ Նա ասում է, որ Հունանը կարող է նույնիսկ իր հարազատ քրոջը սպանել, որովհետև արդեն սպանել է իր հարազատ հորը։ Այս բացահայտումը ոչ միայն ցնցում է իրավիճակը, այլ նաև կոտրում Հունանի շուրջ կառուցված ամբողջ կերպարը։ Նա այլևս պարզապես կոշտ մարդ չէ, նա դառնում է մարդ, ով անցել է բոլոր սահմանները։ Էռնեի արձագանքն այստեղ շատ կարևոր է, նա շոկի մեջ է, նրա համար սա ոչ թե պարզապես նոր տեղեկություն է, այլ ամբողջ կյանքի փլուզում։ Մարդը, ում նա ճանաչում էր, ում հավատում էր, հանկարծ դառնում է լրիվ ուրիշ մեկը։ Եվ ամենակարևորը, Ավոն չի ստում, նա երկար ժամանակ պատրաստվել է այս պահին։ Նա դեռ Ռոզիին ասում էր, որ ունի այնպիսի խաղաթուղթ, որը կարող է պայթեցնել ամեն ինչ, և հիմա այդ խաղաթուղթը դրվում է սեղանին։ Սա նշանակում է, որ Ավոն այս ամբողջ ընթացքում պարզապես կողքից դիտող չէր, նա ներսում էր, սպասում էր ու ծրագրում, և ամենակարևորը, նա վրեժ էր լուծում իր եղբոր համար։ Այս բացահայտումն ամբողջությամբ փոխում է Ավոյի կերպարը, նա այլևս պարզապես հակառակորդ չէ, նա դառնում է մարդ, ով տարիներ շարունակ ապրել է մեկ նպատակով՝ արդարություն կամ վրեժ։ Հունանի դիրքերն այս պահին զգալիորեն թուլանում են, նրա անցյալը դուրս է գալիս բաց, և դա կարող է նրան դարձնել ոչ միայն խոցելի, այլև վտանգավոր։ Մարդիկ, ովքեր կորցնում են ամեն ինչ, հաճախ դառնում են առավել անկանխատեսելի։ Սա նշանակում է, որ առաջիկայում կարող ենք տեսնել ավելի կտրուկ, ավելի վտանգավոր քայլեր նրա կողմից։ Այս ամբողջ լարվածության ֆոնին սերիալը դառնում է իսկական դրամատիկ թրիլեր, որտեղ սերը պայքարում է ճշմարտության հետ, ընտանիքները քանդվում են բացահայտումներից, իսկ անցյալը վերջապես պահանջում է իր գինը։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել վճռորոշ, կկարողանա Լեոն հասնել Լեային, և ինչով կավարտվի նրանց հանդիպումը, ինչ որոշում կկայացնի Էռնան այս ճշմարտություններից հետո, ինչ քայլերի կդիմի Հունանն իր դիրքերը պահելու համար, և արդյոք Ավոյի խաղը կավարտվի հաղթանակով, թե նոր կորուստներով։ Մի բան արդեն ակնհայտ է՝ գոյամարտում սկսվել է այն փուլը, որտեղ ճշմարտությունն ավելի վտանգավոր է, քան ցանկացած զենք, այնպես որ հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Եթե ցանկանում եք տեղեկանալ առաջինը, թե ինչ է սպասվում հետագա սերիաներում, ապա միացեք մեր ալիքին, եղեք տեղեկացված, սեղմեք զանգակոճակն ու միացեք, գրեք ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանություններ բաժնում ու սպասեք նորությունների։ Նորությունները լինելու են նոր ու հետաքրքիր, այնպես որ բաց մի թողեք։ Հեռուստասերիալում իրավիճակն իսկապես լարված է։ Լեոն չի կարողանում պայքարել իր զգացմունքների դեմ, և առաջին իսկ հնարավորության դեպքում նա շտապում է Լեայի ծննդյան օրը շնորհավորելու։ Բնականաբար այս հանդիպումը դժվար է, քանի որ երկուսն էլ հասկանում են, որ իրենց սերը դատապարտված է, նրանք դժվար թե կարողանան գոնե մոտակա ժամանակներում միասին լինել, քանի որ
Հունանը պայքարում է նրանց դեմ ավելին, Արամը միացել է այդ պայքարին ու նրանց հաստատ հանգիստ չի թողնելու։ Իհարկե, Արամի հետ էլ կապված Հունանը գաղտնիքներ ունի ու Արամն օրերից մի օր Հունանի դեմ է դուրս գալու, բայց մինչ այդ նոր ու հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Դավիթն արդեն խոստովանում է, որ անտարբեր չէ Նարեի հանդեպ, իսկ Նարեն ուրախությունից գլուխը կորցրել է, քանի որ նույնն է զգում Դավիթի հանդեպ, ինչ Դավիթը իր հանդեպ։ Գրիշոն ու Մանանն այս հեռուստասերիալի ամենասիրված զույգերից են ու հեռուստադիտողներն անհամբերությամբ են սպասում նրանց միասին տեսարաներին։ Նշենք, որ Դավիթը զանգահարել է Մանանին ու շտապ կանչում է իր մոտ, որպեսզի խոսեն ու զրուցեն։ Ինչ է կատարվել, ինչու է Դավիթը զայրացած և արդյոք Մանանը կորոշի վերադառնալ տուն մինչ պապիկի վերադարձը, կիմանաք շատ շուտով։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։